Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին դպրոցականների մասնակցության աղմկահարույց դեպքից հետո 4 դպրոցի տնօրեն հրաժարականի դիմում է ներկայացրել, վարչապետը պարզաբանումներ եւ խոստումներ է տվել։ Իսկ այնտեղ որտեղ օրենք խախտվել է, կլինի հետևում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի կարճ կոնկրետ։ Ատում են նրանց, ով չի կզացել։ Արգանքներս աղբերներին։ Քարոզարշավի 7-րդ օրը խոստումներ։ Հիմա ինձ օգնեմ, ընտրակաշար կամարեն քեզ էլ կբռնեն ինձ։ Իրենց ձեռքի մուրշն են լինելու ու ջուրծեցոցի։ Ցեցեք այդ ջուրը։ Ոչինչ ձեզ չի խոչընդոտում ինչպես բոլոր քաղաքական ուժերին։ Ադրբեջանական բանտից հայ գերիների իրավունքների խախտումների մասին է ահազանգել արդեն Արցախցի 3-րդ նախկին պաշտոնյան։ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը նաև միջազգային կառույցներին է դիմել։ Սահմանը դեռ փակ է, բայց բանակցությունները ակտիվ փուլում։ Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի հետ երկխոսությունը հասունացած է համարում։ Ցանկացած պահ արդեն կարող եք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարները Պեկինում բարձր մակարդակի բանակցություններ են բարել, համաձայնել են Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի։ Եվ այսպես քարոզարշավի 7-րդ օրը նախընտրական քարոզարշավի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ դպրոցների ներգրավվածությունը քաղաքական գործընթացին, ինչն արգելված է օրենքով։ Արագածոտնի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ 3 դիտորդներն ու լրագրողները ապարանում արձանագրել էին աշակերտների եւ ուսուցիչների մասնակցությունը իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին։ Վարչական ռեսուրսի չարաշահման ահազանգներին այսօր Երևանում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ 3 անկաշկանդ շփվում էր այդ նույն դպրոցականների հետ նրանց 10 ժամին։ Ապարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուսուցիչների եւ աշակերտների մասնակցության վերաբերյալ դիտորդների եւ լրագրողների արձանագրումներից հետո այդ համայնքում 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, այսօր տեղեկացրեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, ինքն է տնօրեններին դիմում գրելու առաջարկն արել։ Բայց նաեւ որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար բառնենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ կազատվի։ Թե որ գերատեսչություններն են ծառայողական քննություն իրականացնում եւ արդյոք տնօրեններն ինքնուրույն առանց որևէ պաշտոնյայի ցուցումի են գործել, կտա արդյոք ծառայողական քննությունը, նաեւ այս հարցերի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց։ Մենք ոչ միայն չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթներ։ Ինքն ասաց ատում է վարչական ռեսուրսը, մինչդեռ 3 ականատես դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման եւ քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ Այնտեղ որտեղ օրենք խախտվել է, կլինի հետևում։ Պարոն Բեգոյան, արձակուրդում եք։ Ոչ արձակուրդում չեմ։ Օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քարոզչախմբի հետ աշխատանքային ժամին պտտվում էր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրենը։ Արմեն Բեգոյանն Ազատության հետ զրույցում պնդեց, թե ինքը պատահաբար հանդիպեց քարոզչախմբի մասնակիցներին։ Իր անելիքներն այլ են։ Հենց այստեղ գործ ենք անում, եկել եմ նայեմ այդ գործը։ Այս դպրոցում վերակառուցում ենք, կարող եմ ցույց տալ, կարող ենք ինչ տել այնտեղ նկարվել։ Այս պնդումից հետո համայնքային պաշտոնյան ժամեր շարունակ քայլեց քարոզչախմբի հետևից։ Ավելին, այս սրճարանում նաև ծխում էր, չնայած օրենքով սահմանված արգելքին։ 2 սեղանային կողմ նստած Երևանի քաղաքապետը հրաժարվեց մեկնաբանել իր ենթակայի աշխատանքային ժամին աշխատավայրում չլինելու փաստը։ Քարոզարշավի 7-րդ օրը վարչապետն անցկացնում է Աջափնյակ վարչական շրջանում։ Այստեղ միջև նա կհասներ տեղում կուսակցական երգերով նվագախումբը վարչապետին ծափերով դիմավոր
դիմավորող ՔՊ երիտթևն է։ Նիկոլ Փաշինյանին անհամբերությամբ սպասում են այս տղամարդիկ։ Նրանք վարչապետին առաջարկ ունեն լռեցնել ընդդիմախոսներին, լրագրողներին։ Նեղսրտած են, ինչպես կարելի է այդքան փնովել վարչապետին։ Մենք ուզում ենք, որ մեր ղեկավարը, մեր վարչապետը պատժեցրի կաներին։ Այն մեկը ոստիկանների ձեռը, որ դրանց դեմից իջեցնի շտողի։ Որ մեծ խոսում են, ամեն մի հատ փողոցային կանգնում, գնահատամաթերա, գնահատում ավել պակաս խոսում։ Նիկոլ Փաշինյանը արդեն բակում է, նրա համակիրները ոգևորված են, պատրաստ են վարչապետի քննադատներին հենց իրենք լռեցնել։ Արա դու ինձ թույլ տուր սաղին շահտաղալ եմ ոչ։ Չի կարելի։ Երկրի Եղբայր չեղալ, չի կարելի, տենց բաներ խոսալ։ Պետություն ասա ի վերջո, նկարվենք։ Քարտեզ թխվածք քարոզչական բուկլետ է բաժանում Նիկոլ Փաշինյանը, զրույցը ջերմ է այստեղ։ Ինքն ու բնակիչները միասին են արձանագրում։ Վարչապետն իսկապես ժողովրդի ծոցից դուրս եկած է։ Ծոցից դուրս եկած վարչապետ։ Դա հաստատ տենց է։ Աջափնյակում Նիկոլ Փաշինյանի համակիրները զրույցը շարունակում են արդեն վարչապետի բառապաշարով։ Թե ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ն, Հայաստան Դաշինքն ու Ուժեղ Հայաստանը 3 գլխանի հրեշներ են։ Քոչարյանը այդ 3 գլխանի հրեշները, որ միացան իրար։ Շնորհակալության խոսքեր ասելուց հետո վարչապետն արդեն ելույթ է ունենում հավաքվածների առջև եւ հերթական անգամ հայտարարում։ Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է։ Այս ամիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր падգամավորի հարցին նշել էր. բացահայտում հասկացությունը ուղիղ կապ ունի մեղադրական վերդիկտի հետ։ Միայն այդ դեպքում դատախազությունը կհամարի գործը բացահայտված, երբ լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական որոշում։ Այժմ այդ որոշումը չկա։ Մնացածն ըստ Աննա Վարդապետյանի քաղաքական հայտարարություններ են։ Արդեն 8 տարի պաշտոնավարած Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրողներին կրկին վստահեցնում է։ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ կոնկրետ, պետք է նստի։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այս օրերին տարբեր մարդկանց բանտ ուղարկելու հայտարարություններ անում։ Սա իրավապահներին ցուցում տալ չէ, հատկապես որ վարչապետը մշտապես պնդում է, թե չի միջամտում նրանց աշխատանքին։ Փաշինյանը բացատրում է, մարդիկ իրենից են պատասխան պահանջում, կասկածներ ունեն, որ ինքը կուլիսային պայմանավորվածություններ ունի։ Ես չեմ միջամտում, դա որպես քաղաքացի եւ քաղաքացիների ներկայացուցիչ իմ ակնկալիքն է, որ պետք է հասցեագրվի։ Աջափնյակում վարչապետի համար նաև անակնկալ կա։ Այս զրուցարանի սեղանին Հայաստանի տորթ քարտեզն է, կողքն էլ դանակը։ Սպասում են Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտի, որ իր ձեռքով կտրի Հայաստանի տորթ քարտեզը։ Իսկ վարչապետը պատրաստ չէ այդ քայլին, հանկարծ չկտրեք, հորդորում է ներկաներին եւ հեռանում։ Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի։ Գնացինք։ Գնացինք, չեն կտրու գործ, դուք չկտրեք, թողեք չկտրեք։ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո բնակիչները հավաքվում են Հայաստանի տորթ քարտեզի շուրջ եւ քննարկում վարչապետի որոշումը։ Մի մասը համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որոշները դժգոհ։ Հարցնում են, եթե չկիսեն, ինչ են անելու, նետեն աղբը։ Դե մեր Հայաստանն ամոց կարելի է կիսած, ասենք ձևի համար, սիրունության համար կարելի է, մեր Հայաստանն է, մեր հողն է, հողը կիսենք, չի կարելի։ Արժան չտեսան այս ժողովրդին է տորթից օգտվեին։ Ես չէ ուզեի ու դողը կուզեի։ Ես հայրենիքի հողը չեմ ուտում, պաշտպանում ենք։ Հայրենիքի հողը չեն ուտում, պաշտպանում են։ Տարբեր մեկնաբանություններ էր ելնելու ու ավելի շատ դեպի վատը, ես գիտեմ։ Ինչ մեկնաբանություն։ Վատ, որ տեսեք Հայաստանի քարտեզը դրին, Հայաստանը դրին մեջ մասնատեցին։ Դուք 30 տարի խաղաղ չեք ապրել։ Քարոզ Արշավի այսօրն էլ չանցավ առանց Արցախի մասին Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների եւ մեղադրանքների։ Իսկ այդ օրակարգով վարչապետին մոտեցած քաղաքացիներին հաճախ փորձում էին լռեցնել հենց Փաշինյանի աջակիցները։ Իդեպ քննչական կոմիտեն խուզարկել է 2 օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավներ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած եւ նրան ոչ եթերային բառերով դիմաց Արտակ Ավետիսյանի տունը։ Լուրը հաղորդել է պաշտպան Ռուբեն Մելիքյանը, իսկ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ավետիսյանը Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնաման, քրահրելու եւ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կոմիտեից հայտնում են Ավետիսյանի նկատմամբ
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավը թեժացրեց Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր կոշտ քննադատության ենթարկեց վարչապետ Փաշինյանին։ Ոչ միշտ գրական ձևակերպումներ գործածելով երկրորդ նախագահը Փաշինյանին մեղադրեց նաև Ադրբեջանի նախագահի կամակատարը լինելու մեջ։ Այս պահին ուղիղ կապ ենք հաստատել ընդդիմադիր դաշինքի քարոզարշավին հետևող իմ գործընկեր Գայանե Սարիբեկյանի հետ։ Գայանե, բարի երեկո, ինչ հիմնական շեշտադրումներ էր անում երկրորդ նախագահը եւ ինչու էր նրա բառապաշարը ըստ քեզ այսօր առավել կոպիտ։ Անուշ, բարի երեկո, Հայաստան դաշինքի եւ աջակիցների հանդիպումը դեռ շարունակվում է, մենք այն այսօր ընթանում է շենքային պայմաններում եւ մենք ահա այստեղից էլ ուղիղ պատմում ենք տեղի ունեցածի մասին։ Սկզբում ելույթ ունեցան Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, հետո առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին, թե նա 2021 թվականի ընտրություններին ժողովրդի մանդատը ստացավ ոչ թե ժողովրդին տված իր խոստումները կատարելու համար, այլ Ադրբեջանին տված խոստումները կատարելու համար, հետո նրան քննադատեց ազգային ինքնության դեմ գործելու համար, թե Հայաստանի պատմության մեջ ոչ մեկը չի խոսել ինքնության դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից։ Ու հետո Ռոբերտ Քոչարյանը վիրավորական բառով դիմեց Նիկոլ Փաշինյանին, մեջբերեմ այ համբալ ինչ ունես ինքնության դեմ։ Հետո Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, որ այս բառապաշարով է խոսում, նկատի ունենալով, ինչպես ինքը ձևակերպեց, քաղաքացիական պայմանագրում ընդունված բառապաշարը, ակնարկեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հետ կապված դեպքը, երբ նա վարորդներին այդպես էր դիմել, հետո Ռոբերտ Քոչարյանը ուզում եմ նշել, որ բացատրեց, թե ինչու է այդ բառը գործածում։ Իսկ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն էր հիշել Ռոբերտ Քոչարյանին, հիշել էր մարտի 1-ի գործը եւ զգուշացրել էր, որ հայտարարել էր, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է եւ Ռոբերտ Քոչարյանը մեջբերեմ Նիկոլ Փաշինյանին պետք է նստի։ Այստեղ գալու հենց առաջին րոպեներին փորձեցինք Ռոբերտ Քոչարյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա խոստացավ հետո արձագանքել դրան։ Առաջարկում եմ դիտել երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթից այդ հատվածը։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ։ Մեկ ցույց, ծրվել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել։ Մի մարդ։ Հետո եղավ 2008 թվականի ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը։ Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև արտաքին քաղաքականությունից, թե ինչպես է նա պատկերացնում եւ Եվրամիություն գնալու քննարկումներին անդրադարձավ, ասաց, որ հիմա դրա ժամանակը չէ, նշեց, թե ինքն էլ դեմ չէ, որպեսզի Հայաստան նայի դեպի արևմուտք, այսպես ձևակերպենք, բայց աշխարհագրական դիրքով եւ այս տարածաշրջանում ներկա լարված իրավիճակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ դրա ժամանակը չէ եւ դա Հայաստանի համար կլինի ողբերգական։ Դիտենք Քոչարյանի այդ մեկնաբանությունը։ Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրամիությունը գալու է հարավային Կովկաս։ Դեմ շատ լավ կլինի, որ գար։ Իրականում շատ լավ կլինի, որ գար, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսին է։ Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը, չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է, թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի երթում կաղնես, եթե մինչ այդ Եվրամիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Այսօր քարոզարշավի 7-րդ օրն է եւ նկատելիորեն Ռոբերտ Քոչարյանը այսօր ավելի թեժ խոսեց իր քաղաքական հակառակորդի Նիկոլ Փաշինյանի մասին, բայց մինչեւ ելույթ նրանք խոսում էին, որ այսպես քննադատներին չպատասխանել նույն ոճով եւ չշեղվել օրակարգից։ Այս պահին դեռ շարունակվում է Հայաստան դաշինքի անդամների, Հայաստան դաշինքի ներկայացուցիչների եւ քաղաքացիների հարց ու պատասխանը, ընթանում է հանդիպումը։ Անուշ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ
ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։ Եվ դրա համար այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել, ասում եմ լավ, եթե մարդ գլուխ ունի, ենթադրում է գլխի մեջ ուղիղ կա, ենթադրում այդ ուղը ինչ որ բիոքիմիայի, ինչ որ շնորհիվ աշխատում, ինչ որ մտածում է բան անան։ Իմ տպավորությունը, որ այստեղ ինչ որ պուլտ կա որևէ միտեղ եւ չիպ կա այդ գլխում եւ այդ պուլտը ասես կառավարվում է այդ գլուխը ինչ որ մի չիպով որևէ տեղից։ Հաստատ Հայաստանից չի։ Հիմա ռոբոտներ են, չէ՞ սարքում մարդու նման։ Հիմա այս մարդը իմ տպավորությունը ոնց որ Ալիևի տուզիկը դառած է։ Ես հիշեցնեմ, որ Գանե Սարիբեկյանն է հետևում Աջափնյակ վարչական շրջանում ընթացող Հայաստան դաշինքի քարոզարշավին։ Շնորհակալություն Գանե։ Իդեպ, հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկել է ընդդիմադիր Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակը, մարդկանց ձերբակալել, թե քանիսին դեռ չեն բացահայտում։ Իրավապահները պնդում են, որ դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը խախտելով բարեգործության արգելքը ընտրողին անհատույց գումար է տրամադրել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը դատապարտել էր տեղի ունեցածը, հայտարարելով, թե սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ խոչընդոտելու իրենց կառույցների բնականոն աշխատանքը։ Հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին ընդառաջ սա առաջին քրեական վարույթն է, որ առնչվում է նախկին նախագահի առաջնորդած ուժին։ Տավուշում այսօր քարոզարշավ է շարունակում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Առաջարկ Հայաստանին ծրագրով Գագիկ Ծառուկյանը խոստանում է տնտեսական հզորացում, սոցիալական բեռի թեթևացում եւ կրթական փոփոխություններ, սակայն մի շարք նախաձեռնությունների մասով այդպես էլ չի հստակեցնում, ինչպես եւ ինչ միջոցներով են դրանք կյանքի կոչվելու։ ԲՀԿ առաջնորդը նաեւ խուսափում է բացահայտել, ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Ես իմ եթե կարողանաս մի քիչ օգնես Հիմա ինձ օգնեմ ընտրակաշարք կամարեն, քեզ էլ կբռնեն ինձ էլ։ Նոյեմբերյան համայնքում Ծառուկյանն այսօր օգնության տարատեսակ խնդրանքներով իրեն մոտեցած մարդկանց հիշեցնում էր, որ նախընտրական շրջան է, չի կարող հատկապես գումարով օգնել, կաշառք կդիտարկվի ու կբռնեն իրեն։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը Երևանից Տավուշի մարզում է, որտեղ 2024-ին մասնակի սահմանազատում եղավ, 4 գյուղ վերադարձվեց Ադրբեջանին։ Խոշորացված նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանին լսելու էր եկել նաև ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցության անդամ համայնքապետը, որը դեմ էր սահմանազատման, իշխանության ընտրած ձևաչափին այն համարելով միակողմանի զիջում։ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, թե Կոտայքի մարզում 52 պարեկ է աշխատանքից ազատվել միայն այն բանի համար, որ նրանց հարազատներն իր աջակիցներն են։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է Ծառուկյանի այս պնդումը։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանն է արձագանքել, նշելով, եթե պարզվի, որ 52 պարեկ իսկապես կապ ունի Ծառուկյանի հետ, ապա դա կոռուպցիա է եւ նրանք կազատվեն աշխատանքից, իսկ չազատողներին ինքը կազատի։ Բացառում եմ, այդ ոնց հանրապետության վարչապետ այդ 52 հոգի առնչություն ունեցող չկա, բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա լինի, դա նորմալ է, բայց եթե իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նավ չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Փաշինյանն այս թեման կապել էր հետախուզման մեջ գտնվող Ծառուկյանի որդու երկրից անարգել հեռանալու հետ, ենթադրելով, որ նրան կարող էին աջակցել։ Նա նաև զարմացել է, թե ինչպես է, որ վարչապետի հետ առնչություն ունեցող 52 պարեկ չկա, օլիգարխի հետ առնչություն կարող է լինել։ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքելով Փաշինյանին, նրա մտերիմներից 6 հոգանոց մի ցուցակ է հրապարակել։ Մեջբերում այդ գրառումից. Այո, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը
Սարգսյանը քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ներքին գործերի նախարարն էր, քավորդ Հայկ Խալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձակդ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար։ Հայկական ժամանակի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդից Սիփան Փաշինյանը ազգային ժողովի պատգամավոր էր։ Հետախուզման մեջ գտնվելուց ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել։ Բարգավաճի առաջնորդը, որ մինչև այս պահը պաշտոնապես չի հայտարարել, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն, այսօր թեթև ակնարկարեց։ Ես չեմ ասել, որ վարչապետը ես եմ, որ չասեն Ծառուկյանը վարչապետ լինելու համար գնացել է գյուղ, ասում է ինձ, ես ուզում եմ, Ժորժան, իմ ժողովուրդը լավ ապրի։ Բերդ համայնքում Տարեց Միկին մինչև իր խոսքը սկսել է նախ ասաց, որ ԿՊԱ-ական չէ, հետո Ծառուկյանին հարցրեց, վերջին անգամ երբ է իրենց համայնքում եղել եւ ինչ է արել պատերազմի ընթացքում, որ Հայաստանը հաղթի։ Ծառուկյանը նախ Արցախի կորուստը հիշեցրեց կնոջը, հետո իր բարեգործությունից խոսեց։ Միան շրջագայել ու տեսնել մեր կառավարությունը ինչ չի արել, որ դուք եկել եք պետք է անել։ Ես այդ պատերազմի ժամանակ եղել եմ բանկում եմ 3 միլիոն դոլար տղաներից ասել եմ, տղաներ ջան, հավաքեք ինչ գումար կա, ուղարկել են Արցախ։ Գագիկ Ծառուկյանը քննադատներին հորդորեց շատ չընկնել իր խոսքի հետևից։ Այսօր զբաղված ինչ որ ստորակետ գտնեն, տարած մարդը խոսում արագանա կարող է մի բառը կիսատ արտահայտում։ Եղբայրան, թող ինձ ծրագրից հարցնեն։ ԲՀԿ առաջնորդը լուրջ խնդիր համարեց նաև այն, որ մարզպետներին ոչ թե ընտրում, այլ նշանակում են։ Իսկ ծանոթ բարեկամով պաշտոնի նշանակելն էլ համարեց հենց այդ գործի տապալում։ Մարզպետը պետք է ընտրովի լինի, ժողովուրդը դա տեսած լինի, որ այդ մարդը կազմակերպում է, մտահոգ է, հասկանում է, իմ մոտ ծանոթ բարեկամ չկա, կամ մարդ, կամ մասնագետ, ծանոթ բարեկամով ուրեմն սա կանդվի։ Բայց մարզպետը նշանակովի պաշտոն էր նաև 11 տարի առաջ, երբ օրինակ հենց Ծառուկյանի փեսան Կարապետ Գուլոյանը կառավարության նշանակմամբ 2015 թվականին դարձավ Կոտայքի մարզպետ։ Իսկ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, Ծառուկյանի խնամին, նրա որդին ԲՀԿ առաջնորդի փեսան է։ Ուժեղ Հայաստանն այսօր Շենգավիթում երկարորձաշավ իրականացնում տնտեսական մեծ խոստումներ են հնչել ելույթների ընթացքում առանց հստակեցումների, ինչ միջոցներով են դրանք իրականացնելու։ Այս ուժին էլ իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն էր հետևում։ Ռոբերտ, ողջույն, ինչ է այս ուժը առաջարկում ընտրողներին եւ արդյոք քեզ հաջողվեց նրանցից պարզել, ինչպես են կյանքի կոչելու իրենց տնտեսական ծրագրերը։ Բարի երեկո Անուշ, այո, շատ դիպուկ բնորոշեցիր, մեծ խոստումներ, ընդհուպ այսօր մի քանի նոր խոստումներ լսեցի, օրինակ ասում են, որ ամեն 5-րդ երեխայի համար պետությունը անվճար բնակարան կտա, դե հիմնական խոստումները 300,000 աշխատատեղ, որի մանրամասն մեխանիզմները թե ինչպես են հասնելու այդ բարձր նպատակներին չեն հրապարակել, նույնիսկ նրանց ծրագրերը ես մի տեղում այս անցնող շաբաթների ընթացքում չեմ կարողացել գտնել, որ մուտք գործեմ կայք, տեսնեմ իրենց ամբողջական նախընտրական ծրագիրը, ուստի այսպես տարբեր աղբյուրներից են օգտվում հասկանալու նրանց տեսլականը, աշխատատեղերը միակ խոստումը չէ, նրանք օրինակ խոստանում են նաև վերացնել մանկական աղքատությունը, մի բան, ինչը չի հաջողվել նաև աշխարհի ամենազարգացած սոցիալապես ամենաապահով երկրներում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում եւ շատ ու շատ այլ երկրներում, թե ինչպես է նրանք այս հարցերը լուծելու պարզ չէ, այսօր աղմուկը այստեղ այնքան բարձր էր, որ պարզապես հնարավորություն չեղավ մոտենալու Նարեկ Կարապետյանին, լսելի չէր լինի պարզապես այդ զրույցը, իսկ թե ինչ էր խոսում բեմի վրա, որն արդեն հավաքում են, հիմա դիտենք։ Մեզ չի ասում, մենք պետք է ակտիվացնել, պետք է պահեսներ չլինեն այստեղ, պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որ մեր աշխատավոր ժողովուրդը աշխատի, ու մենք ունենանք հզոր ու ուժեղ Հայաստան, որպեսզի տղամարդիկ գալու արժանապատվությունը իրանք կան, այդ տղան զգա իր արժանապատվությունը, ոնց որ հիմա զգում է ամեն օր, ու ոչ մեկ չփորձի այդ արժանապատվությունը նսեմացնել, ոչ մեկ չփորձի մեզ համոզել, թե մենք չենք կարող, ոնց չենք կարող, այդքան անգամ կարողացել ենք, քչով հաղթել ենք իրանց, զրոյից կառուցել ենք այս երկրի արդյունաբերությունը, ոնց չենք կարող ենք,
անելու ենք ու անելու ենք բոլորս միասին։ Շնորհակալ եմ։ Ուժեղ Հայաստանի քարոզարշավին այսօր հետևում էր իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանը, շնորհակալություն Ռոբերտ։ Կենտրոնական բանկի շենքի դիմաց էր այսօր նախընտրական խոստումներ եւ կոշտ քննադատություններ էր հնչեցնում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Փաշինյանի նախկին թիմակիցը մեղադրում է ֆինանսական համակարգին բարձր վարկային տոկոսադրույքներով քաղաքացիներին ծանր պարտքերի տակ պահելու համար եւ խոստանում ընտրվելու դեպքում փոխել գործող կանոնները։ Տնտեսականից զատ Մարուքյանը նաեւ քաղաքական խոստումներ այսօր տվեց, մասնավորապես վերանայել Ադրբեջանի հետ բանակցային որոշ մոտեցումներ։ Ժողովրդին խոստանում ենք, որ իրենց աջակցությամբ, իրենց ձայնն ենք լինելու, իրենց ձեռքի մուրճն ենք լինելու ազգային ժողովում փոխաբերական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից այժմ կոշտ քննադատ Էդմոն Մարուքյանն այսօրվա քարոզարշավն անցկացրեց Կենտրոնական բանկի առջև։ Մեղադրեց, թե Հայաստանի ֆինանսական գլխավոր կառույցը ստեղծել է մարդկանց թալանելու միջավայր։ Այս համակարգը պետքա քանդել։ Մենք բացարձակապես դեմ չենք, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած լինի, խոսքը դրա մասին չի։ Մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթ ստանան։ Մարուքյանն իր պնդումը հիմնավորում էր վարկերի տոկոսադրույքներով, որոնք բարձր են եվրոպական երկրներից։ Ասում էր, չնայած Կենտրոնական բանկը մասնավորներին մատչելի պայմաններով դրամական միջոցներ է տալիս, քաղաքացիներին միևնույն է բանկերը մի քանի անգամ բարձր տոկոսներով են վարկ տալիս։ Միջին տոկոսադրույքը Հայաստանում այժմ 16 է։ Կենտրոնական բանկն ավելի վաղ ասել էր, թե վարկերի առավելագույն շեմ չի սահմանում, քանի որ դա գուցե իրավիճակն ավելի վատ թարացնի։ Օրինակ, ցածր տոկոսադրույքների դեպքում մարդիկ կարող են ավելի մեծ պարտքերի տակ ընկնել։ Այս պատասխանը Մարուքյանի զայրույթն է առաջացրել։ Այսինքն Կենտրոնական բանկը ասում է, որ եթե տոկոսներն իշնի, սիրելի ժողովուրդ, դուք կարող եք շատ պարտ կանեք, ունենք պարտքի տակ։ Այդ դրա համար Հայաստանում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, որ առևտրային բանկերը միլիարդներ աշխատեն, եւ դուք էլ ժողովուրդ ջան տոկոսների տակ տառապեք եւ չկարողանաք դրա տակից դուրս գալ։ Ամեն օր պետական մի կառույցի առջև քարոզարշավ անող Լուսավորն այսօր ընտրողներին խոստանում էր նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, սահմանափակել պետական ֆինանսական կառույցների աշխատողների մուտքը մասնավոր բանկեր։ Մարուքյանն անդրադարձավ նաև բանկային խարդախություններին, երբ օգտագործելով քաղաքացու տվյալները վարկեր են ձևակերպվում։ Մարդիկ հիմա տառապում են այդ վարկի տակ, որը իրանք չեն վերցրել, եւ չկա պետություն, չկա կառավարություն, եւ նաեւ չկա ազգային բանկ, որ կմտածի այդ մարդկանց մասին։ Բոլորը մտածում են իրենք միայն հարստանալու մասին եւ հարուստների մասին։ Հեղափոխությամբ իշխանության եկած թիմը վերածվել է կորպորատիվ շահի պաշտպանի, Փաշինյանեն լավ էլ գիտեն, թե ինչ խնդիրներ կան այս համակարգում։ Կենտրոնական բանկի դիմաց հայտարարում էր վարչապետի կաբինետում 2022-ից 2024 թվականներին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մարուքյանն ու վստահեցնում, այս անգամ էլ չի միանա Փաշինյանի թիմին։ Լավ խոստմանը աջակցություն ա եղել, հիմա պարզվել է, որ այս հանգամանքներում մարդիկ խաբվել են։ Այդ թվում ես, այն մեկը։ Մարուքյանն այսօր արձագանքում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարին, որ պնդել էր, թե այս ընտրություններից հետո էլ Լուսավորի ղեկավարը փորձելու է իրենց դռներն ընկնել, մեջբերեմ ապաստան գտնելու համար։ Ոչ մեկ իրենցից երբեք պաշտոն չի խնդրել, հեղափոխությանը այո, աջակցել ենք, հեղափոխության ժամանակ խոստումներ են տրվել, որ ժողովրդի շահերը կպաշտպանվի, ժողովրդի համար վարկային բեռը կնվազեցվի, այդ խոստումը դրժել են։ Իշխանությունների հետ այլևս նույն ճանապարհը անցնել չցանկացող Մարուքյանն իր հերթին ընտրողներին խոստանում է նաև ընտրվելու դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններում հայանպաստ որոշումներ կայացնել, ասաց խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակում որոշ դրույթներ իրենք կփոփոխեն։ Հայաստան-Ադրբեջան հարակից սահմանային շրջաններում երրորդ ուժերի բացառման սկզբունքը։ Երկրորդը անայդ կորածների վերաբերյալ Հայաստանը չպետք է մտնի մի այնպիսի պարտավորության տակ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունում քրեական գործեր հարուցի վերջին 30 տարվա ընթացքում պատերազմների մասնակից մարդկանց գործունեության վրա եւ սկսի նախաքննություններ իրականացնել։ Երրորդը, այդ փաստաթուղթը ես կյանքում չեմ ստորագրի, եթե դրա տակ չլինի քարտեզ, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է։ Այս իշխանությունը առանց քարտեզի դա ստորագրել է։ Իսկ թե ինչպես են այս նպատակներին հասնելու, եթե Բաքուն չհամաձայնի, Լուսավորի ղեկավարն ասում է, ինքը կբանակցի Ալիևի հետ։ Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից 9 ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին։ Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով մեկնաբանել էր Մարուքյանը։
Միասնության թևերն այսօր Շիրակի մարզում էր։ Կուսակցության ներկայացուցիչները իշխանափոխության օրակարգով են միացել ընտրապայքարին եւ այսօր կրկին բարձրաձայնում էին իշխանության կողմից հերքվող այն պնդումները, որ Ադրբեջանը այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ծրագիր ունի։ Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած միասնության թևեր կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր քարոզարշավ անցկացնում։ Վարչապետի թեկնածուն նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չէր միացել թիմակիցներին։ Ընտրացուցակի երկրորդ համարը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր ընտրողներին հորդորում իշխանափոխություն անել։ Մենք բոլորս պետք է իշխանափոխություն ձգտենք, անպայման, որովհետև պետք է ազգային ուժեր կա, որովհետև այսօրվա մեր իշխանությունն է, այսօրվա վարչապետը ինքը մեր հայկական շահերը չի սպասում։ Նիկոլ Փաշինյանի համակիր արտիքցի մի տղամարդ Արման Թաթոյանին մեջ բերեմ Կլաուզիայի մեջ մեղադրեց։ Խոսացել է, որ դու չես լսել այն մարդը մեղքին է, որ դու չես լսել։ Կլաուզիան ով է։ Հաստատ 300,000 կլաուզա չի անում, այդ ծրագիրը կա։ 300,000 նամակ Ադրբեջան ցած։ Այն որ ասես կլաուզա անում, կարաս դրա պատասխանը տաս։ Ինքը քո պատասխանը կտա, կարաս։ Ավելի ուշ Դավիթ Անանյանն Ազատության հետ զրույցում անդրադարձավ արտիքցու պնդումներին։ Մենք ոչ թե կլաուզա ենք անում բնականաբար, այլ բացահայտում ենք Ադրբեջանի պլանները։ Մենք գիտենք, որ այո, դա պետական ծրագիր է եւ իրականացվում է համանուն հասարակական կազմակերպության գործարկմամբ։ Պաշտոնական Բաքուն նախորդող տարիներին բազմիցս ամենաբարձր նախագահի մակարդակով է խոսել Հայաստան-ադրբեջանցիների վերադարձի պահանջի մասին։ Անցած դեկտեմբերին Իլհամ Ալիևն անգամ ասել էր, թե պետք է ակտիվացնել նրանց վերադարձի ուղղությամբ ջանքերը։ Հայաստանի իշխանությունները ներքաղաքական բանավեճի առիթ դարձած 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին ընդդիմախոսների հայտարարությունները սուտ են որակում։ Չնայած Բաքվի ուղիղ պահանջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր մեծագույն սրիկայություն է անվանել այս խոսակցությունները։ Այսքան ասում ենք, որ դա սուտ է, դա հիմա եւ եթե այդքան սուտը լսելուց որ մենք ասում ենք դա սուտ է, դա հնարավոր չի եւ դա չի համապատասխանում իրականությանը, դա լսելուց հետո շարունակել կրկնել ուղղակի սրիկայություն է։ Իրենց սուտ լուրեր տարածելու մեջ մեղադրող իշխանություններին միասնության թևերի ներկայացուցիչը հակադարձում է, թե իրենք օրինակներ ունեն։ Դեպքեր ենք չէ ունեցել, որ մենք բացահայտել ենք նրանց կողմից արբանյակային լուսանկարներով բացահայտել ենք առաջ խաղացումը, նրանք ասում են սուտ է։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացնում ենք որպես ապացույցներ, դրանք իրենք ներկայացնում են որպես սուտ։ Քաղաքական այսուժը կարևորում է նաև ապրիլյան քառօրյա եւ հատկապես 44-օրյա պատերազմների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցների հրապարակումը։ Այդ երկու զեկույցներն էլ Փաշինյանի կառավարման շրջանում են կազմվել ու չեն հանրայնացվել։ Անանյանն ասում է, հասարակությունը պետք է իմանա, ով է մեղավոր եւ ինչն էր պարտության պատճառը։ Այն ինչ որ մենք հիմա պետք է անենք պարտությունից 6 տարի հետո, մենք սա պետք է անեինք պարտությունից անմիջապես հետո։ Բայց քանի որ այսօրվա իշխանությունները վերարտադրվելու կենսական ու այդպիսի պահանջ ունեին, չէ, իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի կոծկեն եւ աստիճանաբար իրենց մեղքը բարթեն միայն բանակի վրա։ Այնինչ բանակի մեղքը ստեղ երկրորդական, երրորդական է։ Կան բարձրաստիճան պաշտոնյաներ բանակի գեներալից այդ, որոնք ունեն իրենց մեղքերը, հավանաբար կլինեն, բայց այստեղ կա քաղաքական հստակ մեղք եւ պարտականություն, որը այսօր իրենք գցում են բանակի վրա։ Քաղաքական այսուժը բացառում է ՔՊԻ-ի հետ համագործակցությունը, էլի կարմիր գծեր ունեն ընդդիմադիրների հետ համագործակցության հարցում։ Մենք ասում ենք, որ ընդդիմադիր ուժերի հետ կլինի համագործակցություն, այո կլինի, բայց այդ համագործակցություն շրջանակներում կամ այդ համագործակցության արդյունքում այնպես չի լինի, որ օրինակ երկրորդ նախագահը կդառնա երկրի վարչապետ։ Մենք կհամագործակցենք Հայաստան դաշինքի հետ, այո կհամագործակցենք, բայց այդ համագործակցության արդյունքում ինքը չի կարող լինել երկրի վարչապետ։ Սա էլ է կարմիր գիծ։ Միասնության թևերը հայտարարում է, որ իրենց առաջնային խնդիրը այսօրվա իշխանություններին իշխանազրկելն է։ Բոլորին դեմ եմ շարժումն էլ, որ քարոզարշավը սկսել էր ցեղ շպրտելով, այսօր Բոլորին դեմ եմ շարժումն էլ, որ քարոզարշավը սկսել էր ցեղ շպրտելով, այսօր Մարվելի հերոսի օգնությամբ ավելի մաքուր գործի էր անցել, ջուր էր ծեծում։ Բարի բուն իմաստով կարապիրը ջում այսօր Սպայդերմենը մենամարտի էր բռնվել ջրի հետ։
ջուրծեցելու համար ոչինչ չի կարող խանգարել։ Եթե կան քաղաքացիներ, ովքեր կցանկանան նույնպես ջուրծեցել, ոչինչ ձեզ չի խոչընդոտում, ինչպես բոլոր քաղաքական ուժերին։ Ցեցեք այդ ջուրը, զուգահեռ կարող եք նույնիսկ սուտ խոստումներ տալ։ Մենք միակն ենք, որ չունենք գաղափարական այնպիսի ծրագրեր, իզմ, այսպես ասած, ու մենք հավակնում ենք միայն բոլորին դեմ մարդկանց։ Մենք երբեք այլ ընտրող մարդու կոչ չենք անում, ընտրի մեզ։ Մենք հավակնում ենք չգնացող մարդկանց զայներին, բոլորին դեմ մարդկանց զայներին, որոնց զայները որևէ կերպով փոշիացում չէր լինելու, եթե մենք չլինեինք։ Հերթական ահազանգը ադրբեջանական բանտից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը պատմելով հայ գերիների եւ անձամբ իր իրավունքների խախտումների մասին օգնություն է խնդրել հայությունից եւ միջազգային հանրությունից։ Օրեր առաջ նմանատիպ դիմումով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Գերիների թեման նաև ներքաղաքական բանավեճի առիթ է դարձել։ Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանտից երրորդ հայն է ահազանգում, իր իրավունքները կոպտորեն խախտվում են, միջազգային ու նույնիսկ ադրբեջանական օրենքները չեն գործում։ Ով է իմանում, աղա ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Այսօր էլ հրապարակվել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձայնագրություն խնդրանքը։ Բաբայանը դիմում է միջազգային հանրությանը, մարդու իրավունքների պաշտպաններին ու պարզապես հայ ժողովրդին, որ միավորվեն ու պաշտպանեն իրենց իրավունքները։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Դավիթ Բաբայանն ադրբեջանական բանտում է 2023 թվականից։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այնինչ կատարվում է ադրբեջանական դատարանում դատավարություն չէ, էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ, ահազանգում է արցախցի նախկին պաշտոնյան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, չեք պատկերացնում։ Եվ այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի։ Դավիթ Բաբայանը զրկված է նույնիսկ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունքից։ Իր դիմումներն անհետացել են, նույնիսկ առգրավել են իր ելույթները, պատմում է նա։ Դա նույնպես ոչ այնինչ է քանքայ ոչնչացնելու բոլոր քննադատական ուրեմն ելույթներ։ Հետևաբար խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն միջազգային դատարանի որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի դիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմենք միջազգային դատարան եւ այստեղ միայն այդ դրանով է հնարավոր այդ հարցը կարգավորել։ Հետևաբար կոչ իմանում բոլորիդ օգնել մեզ այս ուղղությամբ համայն հայությանը եւ բարի կամքի մարդկանց։ Վարչապետ Փաշինյանն այսօր էլ ընդհանուր է խոսել, թե հնարավորն անում են ու չեն ուզում դրա մասին հրապարակային խոսել։ Այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաև մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտապույտ կերպով լուծելու։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը այսօր Պեկինում սկսել են բարձր մակարդակի բանակցությունները։ Ըստ հաղորդումների, բանակցությունների օրակարգում առանցքային են առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաեւ միջազգային անվտանգության թեմաները Իրանի եւ Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։ Սի Ցզինփինը զուսպ շեշտադրումներ է արել, ընդգծելով, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն կողմերը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կոչ է արել BRICS երկրներին դատապարտել միջազգային իրավունքի խախտումները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, այդ թվում նրանց անօրինական ագրեսիան Իրանի դեմ։
Արարչի այս ելույթը Նյու Դելիում անցնող գագաթնաժողովում էլ ավելի է ընդգծել տարաձայնությունները կազմակերպության ներսում, որին անդամակցում են տարածաշրջանային մրցակիցներ Իրանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Աբբաս Արարչին ընդգծել է, որ Իրանը շարունակում է բաց մնալ դիվանագիտության համար, սակայն միաժամանակ պատրաստ է պաշտպանվել բոլոր հասանելի միջոցներով։ Վերադառնանք Հայաստան, ավելի ստույգ Տավուշի մարզ, որը պատրաստվում են լքել այստեղ բնակվող աշխատող խնդիկները, դառնացած և հուսահատ։ Խախտված իրավունքների մասին տևական ժամանակ բարձրաձայնելուց հետո օտարերկրացի աշխատողներ այլևս անհնարին են համարում, որ գործադուլը կամ պայքարի այլ տեսակ որևէ արդյունք կտա։ Իջևանի կենտրոնում խորհրդային երբեմնի ունիվերմագի տանիքի տակ 3 մետրանոց թիթեղյա պատերով մեկուսացված այս տարածքը 170 հնդկաստանցի կարող բանվորների թե աշխատավայրն է ու թե կացարանը միաժամանակ։ Վաղն արդեն նրանք հեռանում են Հայաստանից, իրենց հետ տանելով կտկտուր հայերենն ու դառնությունը։ Տնօրենն իրենց գործադուլից հետո ինքնաթիռի տոմս է առել դեպի հայրենիք, դրա դիմաց վերցնելով վերջին 1 ամսվա աշխատավարձը։ Գնում եք դուք։ Հա, տոմս առնել է այս։ Ով առել։ Ով առավ։ Ինքը բոսն։ Բոսը առավ։ Բա մնի չի տալիս։ Փողերը չի տալիս։ Չէ։ Լավ է, այստեղ գործը։ Նո լավ է։ Բա ինչ եք անելու։ Ինդիա։ Չեն տալիս փողը։ Փող, նո փող։ Նո փող։ Նո փող։ Բա ինչ են ասում։ Գնում եք։ Հա, Ինդիա գնան։ Գնան։ Այսօր բոլոր եք։ Այսա all India գնան։ All։ Գոհ են, որ ի վերջո հայրենիք կվերադառնան, չնայած եկել էին աշխատելու, սիրել էին Հայաստանը։ Go India, amno ticket, money charging, go India, lava, okay։ Այստեղ ֆաբրիկայի առաջին հարկում տասնյակներով ապրում էին նեղլիկ սենյակներում, ուր ոտք դնելու տեղ չկա։ Աչուձախ միայն երկհարկանի մահճակալներ են, առանց պահարանների, առանց անձնական տարածքի։ Կարգ ու կանոնով միայն միջանցքում կողք կողքի կոշիկներն են շարված։ Լվացարանը ժանգոտած երկաթյա մի կիսալուսին է, իսկ ցնցուղ չեղած լոգախցիկներում բանվորներն այսօր կոշիկներն էին լվանում։ Տեսախցիկը տեսնելիս կաշկանդվում են, բայց մատնացույց անում ժանգոտած խողովակներն ու խցանված կոյուղին։ Ապրելու տարրական պայմաններ չկան, խոհանոցում ամենուր միջատներ են։ Լարդուխանն այսօր միակն էր, որ փորձում էր անգլերենով բացատրել իրավիճակը, ասում է մարդիկ Իջևանում ջերմ էին, երկիրը լավը, բայց իրենք ստիպված են ճամպրուկները հավաքել, վերջին ժամերին մեկը մյուսի մազերն է կտրում, մյուսն արդյունք է անում։ Անցած 2 տարիներին Իջևան եկած բանվորների խումբը վերջին օրերին գործադուլի էր դուրս եկել աշխատավարձի բարձրացման, պայմանների բարելավման պահանջով։ Տնօրենը մերժել էր և ընդամենը համաձայնել բոլորի համար տոմս գնել դեպի Հնդկաստան։ Բայց 170-ից մեկն այսօր նրանց հետ չէ, փակի տակ է ոստիկանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրան նախօրեին են ձերբակալել, երբ բողոքող բանվորներին լսելու փոխարեն տնօրինությունը ոստիկանություն էր կանչել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ համազգեստավորներ քաշքշում ու գետնին տապալում բողոքողներին։ Ոստիկանությունն ասում է, հասարակական կարգ էին պաշտպանում, բանվորները մինչդեռ պնդում են, իրենց ոչ թե պաշտպանել, այլ ծեծել են, ու մինչ օրս չգիտեն ինչի համար իրենց ընկերոջը ոստիկանություն տարան։ One friends no left this police. One friends put the बोलो ना छोड़ा पुलिस स्टेशन। Սա առաջին դեպքը չէ, անցյալ տարի նույնպես այստեղ բողոքի ալիք էր բարձրացել։ Բանվորները պատմում էին անգամ, որ նախկին տնօրենը զենքի սպառնալիքի տակ է իրենց աշխատեցրել։ Բողոքի նախորդ ցույցերից հետո Հայաստանի տեսչական մարմինը ռուսական Իջ Գրանդ Տեքստիլոպտ ընկերությանը տուգանել էր 8 միլիոն դրամով աշխատավարձի ուշացման համար, բայց աշխատանքային պայմաններին անդրադարձ այդպես էլ չէր եղել։ Տուգանքներից բացի նաև քրեական գործեր էին հարուցվել, մի քանի ծանրակշիռ նաև աշխատանքային շահագործման հոդվածով, բայց այսօր քննչականից տեղեկացանք, որ այդ բոլոր գործերը կարճվել են։ Ով եք դուք։ Լրագրող եմ։ Ով է թույլ ներսում։ Բացի դուր եկա։ Չէ, պետք է թույլտվություն հարցնենք նոր։ Հա։
Խնդրում եմ դուրս գաք, դու չենք հարցնեմ, ում Տնօրենը ստեղ, հա։ Ստեղ է տնօրենը։ Այսօր ֆաբրիկայի դարպասների մոտ պահակակետում զինվորական ու ոստիկանական համազգեստով տղամարդիկ էին, որոնք ներս մտնել մեզ չթույլատրեցին, պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ, թեև քիչ առաջ հակառակն էին պնդում։ Ղեկավարությունը Գրանդ տեքստիլի ռուսաստանցի տնօրենը երեկ իպրեսի հետ զրույցում կատարվածի մեջ հենց հնդիկներին էր մեղադրել, պնդելով, թե նրանք մաքրասեր չեն ու աշխատանքում գլուխ են պահում։ Они не чистоплотные люди, это Վաղը Իջևանի կարի ֆաբրիկան կդատարկվի $400-ից $500, տարիներով աշխատող հնդիկ բանվորները կգնան, բայց հարցը կմնա ով կփոխարինի նրանց թիթեղյա պատերի ներսում, եւ արդյոք նորեկներին եւս սպասում են նույն պայմանը՝ ինքնաթիռի հետադարձ տոմս, հանուն լռության ու ավելորդ գլխացավանքի տակ չընկնելու։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Հաջողություն։